Առողջ ու երկար կյանքի գաղտնիքները հիմա ասեք։ Առաջինը գիտես մարդու գաղտնիքը, երկրակեցության գաղտնիքը որն է։ Մարդ պիտի հոգեբանորեն պարզ լինի, դրական կերպար ունենաս, բացական կերպար չպիտի ունես։ Մարդու հանդիպած ժամանակ պիտի բարոյությամբ հանդիպի, բարի լույսով պիտի հանդիպի, ուրիշի երածով չպիտի ափսոսի, չարությամբ չպիտի լցածվի։ Եթե մարդ բարոյությամբ լցված անում, բարոյությամբ էլ ինքը Աստված յուրան առողջությունն էլ ատամ ամեն ինչն էլ ատալիս։ Գիտես, եթե ես քո համար մտածում եմ, Աստված էլ ինձ համար է։ Ես Աստծո շատ չանքել հավատացյալ չեմ, բայց ամեն առավոտ ես խաչակնքում եմ, որ ես ապրալ եմ, մեծացալ եմ առանց ոչ մենի, էլ սունկու որ աղբանոցում պսնում է, այնպեսի սունկու նման եմ ես մտածալ, կարող եմ մի քամի ինձ գցեր, բայց Աստված ինձ պահալ է, ինձ պաշտալ է, մինչև ես աղոթում եմ ամեն ինչ համար, թեկուզ տղա եմ կորցրել, բայց այսօր 3 տղա իմ բենիկից հետո 3 տղան կաղնած են իմ շրջապատս ինձ իմ թևերի տակ ինձ կյանք ընդամ, ինձ առողջություն ընդամ։ Ուրիշի հարստության համար չպիտի աշկ թողնես, գողություն չպիտի անես, տարբեր խմիչքներով չպիտի զբաղվես, հիգենատ մարդ իրան հիգենան պիտի պաշտպանի։ Երեկոյան ինչ պարտադիր է որ դու ես ինգդեմ ինչքան խարոված ուտես, ինչքան ուտես հետո քշերը չկարաս քնես։ Դու մարդս էլի պիտի կարաս քո յուրաքանչյուր քայլը պիտի քեզ համար բժշկություն ունի, պիտի քեզ համար ամեն ինչ ունի։ Քանիսից հետո հաց չեք ուտում երեկոյան։ Դե ոնց որ պատահում է, բայց չափանիշի քիչ ավելի քիչ, որպես հանգիստ քնես։ Վեր նստում են օրինակ ջայլնեն թորներս, բարեկամություն նստում են, խմում են, ուտում են, խորովածը, թափածը, ես գիտեմ որ կամ մի բաժակ, կամ հետո էլ կես բաժակ ես օղի պիտի խմեմ։ Դա տպավորված է ու ոչ ոք չի կարող ինձ ասել որ դու երկրորդ բաժակն էլ խմես։ Ես դի վերցնում եմ որոց երասն հետ խմում եմ, բայց ես խմում չեմ։ Իսկ ծխելը Ծխել կյանքում չեմ ծխել ես, իմ խոխերքսն էլ չեն ծխալ, իմ բենիկը, բորիկն էլ չեն ծխալ, մոնք ծխախոտ օգտագործալ չեք, բայց տորներս ծխում են։ Պետք է պայքարեք, քայլելը, ինչքան եք քայլում։ Քայլելը օրվա մեջ առավոտը ես 2 ժամ տուսնկամ քայլում, նոր կամ զավթրի կանում, ժամի 10-11-ին արդեն տուսկամ 2 ժամ, 3 ժամ նորից քայլում, նորից տունկամ ամեն օր։ Քայլերը հաշվում եք։ Քայլերը հաշվում եք։ Չէ, հաշվում չկարա, որ տեսնեմ հոգնում կամ տոն։ Անհաշիվ քայլում եք։ Քայլում եմ, շատ լավ։ Ես ժամանակը ցուրտինի, տակենի ժամանակը բայց չեմ թողում։ Մարզվում եմ, մարզասրահներ կա, այստեղ Վանաձորում չունենք, ամեն ինչից օգտվում ենք։ Երևանը լավ է, թաղամասերն կա, ամեն տեսակ կա, էլի Մարզասարքերն եք ասում ունենք ճիշտ նա։ Մարզասարքեր կա, ամեն ինչ էլ օգտվում եմ, ամեն ձևի մարզանքներ կատարում եմ, ես գիտեմ, որ եթե սոր ձերքս չի բարձրանում, նշանակում օգտագործալ չես բարձրանում, չի կրանա, մաշկատ չպիտի կրանաս, չպիտի ես ճանապարհ քնալիս սենց քնես, պիտի ուղիղ քնես, քայլվածքը պիտի քեզ պիտի նորմալ պիտի քայլես, հա, ու ես մենա բաներ կա պիտի պաշտպանես էլի մարդ կա շաբաթը մի անգամ 10 օրից մի անգամ բաղնիկ անում ինչու երբ 3 օրից մի բաղնիկ արալի հիմա այնչի գյուղը չէ որ ջուրը տակացնեն վաննան տերեն էստերեն մտի էլի այնց հարմարությունը կա բայց մարդիկ կա ալարում են հարմարությունը կա բայց ալարում են իրանց ասում հոգնածը կելա ես հիմա էզեր կյանքի ասենք տրավմա հիմա դրան տրավմային ասում տրավմաներից բխող դուք մարդկանց խորհուրդ եք տալիս որ շատ երեխաներ ունենան ահա երեխան ամենամեծ հարստությունն է ես ով հարցնում ասում հարստությունը ինչ ասեմ ես բոլորից հարստն եմ ես աշխարհի ամենահարուստ մարդը ես եմ ինձ ես 8 թոռ ունեմ 13 ծոր ունեմ ամենահարուստ մարդը ես եմ աշխարհում էլ ինչ հարստություն պիտի երեխան ինքը հարստություն է բայց երեխան դաստիարակությունը հարկավեր ամեն ինչն հարկավեր ճիշտ ուղի է պիտի հա դաստիարակես ամեն ինչ իրան տեղն ընկնի որպեսզի հետագայում այդ օգուտը քաղես էլի սոր հայկին անա ես խոսում Տիկին Սոֆյան ասում է հայկը լավ տղա է ասում
ասում լեռնից լավ տղա ինում չի, լավ տղան ընտանիքի ցակյամ, ընտանիքի դաստիարակությունն է։ Պիտի մոծեն հարգես, պիտի սպասես, չպիտի քո դիմացինդ քեզանից ցածր հաշվես։ Միշտ հաշվի վրա որ քո դիմացինդ քեզանից առավել է։ Հետո կիմասվես, ով խելոք, ով խևելի, չի կարելի, մարդին չպիտի բոլոր դեպքում պետք է գնահատես, մեսեն պետք է գնահատես, հարգես, այդ շատ բան։ Մուրադ բա բոլոր թորների ավելորդ չի հարցնելը, չէ, ավելորդ է հարցնելը, որ բոլոր թորների, ծորների անունով, գործով, ամեն ինչով տեղյակ եք։ Այո, ամենօրյա Ամենօրյա ռեժիմում բոլորից տեղյակ եք, ծորով, թորով։ Այո, ամենօրյա, հա որ երկու օրինակ մեկը զայ չտամ, ես եմ զանգում, ասում են հարմար չուքս գումեցի չայս, բայց ես շնորհակալ եմ մեր բարեկամությունից էլ, երեխաներից էլ, թորներից էլ, ինքան են հոգատար ու ես չեմ կարող ասել, ու դրանց հոգատարությունն է ես որ երիտասարդ եմ զգում, որից առույգում զգում, նորից եմ ասում, ես ցերեկը ես եմ Վանաձորում, Երևանում, Մոսկվայում, բայց գիշերը ես եմ Ղարաբաղ, եմ այգիներում, եմ ինձ գիտեմ, որ պատմեմ ասելով պատմում հեկտարներով ինձ այգոն եմ, ես անտառներում ենքան ծառերում պատվաստալ, ու փայտի եմ գնում, ինձիով փայտի եմ գնում, իմ ստրումենն է ստանում 10-15 ծառում պատվաստում, գարունը տեղափոխում, մեծ այգին եմ գցալ, մեծ բասեյնը իրան ոտ 100 հոգի նստելու, մեծ շենք եմ սարքալ ընդեղ, մեր հարսանիքների կնդեղալ, նշանդրիկների կրալ է թողամասում, օղու գործարանը դրած, 30-ից ավել թթի ծառել, թութ հավաքում ենք, ամեն ինչ չիտեմ, ենքան լավ էր, բայց այդ քաղցրությունը չէինք զգում, կարծես այդ ընդհանուր կյանք է էլի, բայց ակասյոնք դրախտում էինք ապրում, դրախտում, հիմա է պատիրացնում, թե ուր եք ընկելի, բայց ոչինչ, կվերակաղնենք, ամեն ինչ կդառնա, ամեն ինչ լավ կլինի, կյանքը փոխվում է, ուղղակի ցավալին գիտես որն է, ես շատ եմ ցավում մեր Ղարաբաղի բարբարի համար, այնքան եմ ցավում, որ կկորցնենք մեր քաղցր, մեր ամենահարուստ Չեք կորցնի, հիմա բարբարով որ մի բան երկեք, բարբարը պետք է համախմբված պետք է միտեղ արցախցիներին գոնե մին տերիտորիա, գոնե մին շենք չտվեցին, մին շենք ասին, այս 20 ընտանիքի հետ այդ շենքում մնան, գոնե իրանց ավանդույթները պաշտպանեն, դե հա է մեկը սյանը ծրվեցին, այդ ամենա սխալ բանն է էլի, ես ափսոսում, շատ եմ ափսոսում, ես այնքան եմ հարգում մեր բարբարը,